Ինչ վերաբերում է դիահերձարաններին, Ներողություն չլսեցի։ Ինչ վերաբերում է դիահերձարաններին, մեղրիում տարիներ շարունակ այդ խնդիրը եղել է։ Մեր հանդիպումների ժամանակ, մեզ ուղված նամակներով մարդիկ ահազանգել են, որ այդ խնդիրը կա։ Դուք եթե պատկերացնեք այն ճանապարհը, ինչ որ պետք է ձմռանը անցնի, ուրեմն մարդը, որ հասնի կապան, կհասկանաք դա ինչ մեծ խոչընդոտներ ա ներկայացնում, շատ կարևոր հարց է։ Խնդրում եմ հաշվի առնեք դա, եւ մեր ազգաբնակչությունն էլ պատկերացնի, որ նենց չլինի էլի, որ մենք այդտեղ տենց ուզում ենք ձեզ տենց հարցեր տանք, ընդհանրապես հարցեր տալու։ Ուզում ենք, որ դրանից հետևություններ անեք։ Իմ հարցը հետևյալն է. Դուք ասացիք քրեակատարողական հիմնարկների մասին, ես ուզում եմ ձեզ վիճակագրության տվյալները բերեմ, 18 մահվան դեպք է տեղի ունեցել։ Ես հաճախ եմ այցելում քրեակատարողական հիմնարկ, եւ այնտեղ այնքան ահռելի քանակության խնդիրներ կա, որ ինձ հատկացված ժամանակը չի հերիքի այդ խնդիրների մասին խոսալ։ Այդ թվում նաեւ պետպատվերի շրջանակներում մարդկանց առաջնային առողջության հետ կապված խնդիրները լուծելու եւ սա լրջագույն խնդիր է։ Առիթը կընձեռնվի սրա մասին դեռ կխոսենք։ Այդ հարցին ձեր տեսլականը ինչպես եք դուք տեսնում այդ խնդիրների լուծումը, եւ երկրորդ հարցը վերաբերում է դուք էլի ձեր ելույթի ժամանակ նշեցիք դեղորայքի հետ կապված։ Ես այդ հարցը էլի ազգային ժողովի ամբիոնից բարձրացրել եմ։ Դուք ունեք արդյոք մոնիտորինգ կամ տվյալներ կամ առհասարակ ձեզ հետաքրել այդ հարցը, ինչու է Հայաստանի Հանրապետությունում դեղորայքը կրկնակի եռակի թանկ, իսկ օրինակ հարևան Վրաստանում նույն դեղորայքը շատ ավելի պատիկներով անգամ մատչելի եւ մեր հայրենակիցները ստիպված են, օրինակ ինձ էլ են դիմել Վրաստան գնալուց դեղորայք բերելու, օրինակ դա լավ ժամանակը սպառվել։ Շնորհակալություն, պարոն Դանելյան։ Ես մոռացա ասել, որ Վարդենիսում կառուցվում է արդեն բժշկական կենտրոն, որն էլ կունենա իր դիահերձարանը եւ մարդիկ 70 կիլոմետր ստիպված չեն լինի գնալ Մարտունի։ Երկրորդ մասով քրեակատարողական հիմնարկների հետ կապված, պարոն Դանելյան, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր գերատեսչություն, յուրաքանչյուր կառավարման օղակ պետք է ունենա շատ խիստ վերահսկողություն։ Եթե մենք չունենանք խիստ վերահսկողություն, մենք արդյունքներ չենք ունենա։ Ես ճիշտն ասած չգիտեմ 18 մահվան դեպքերն ինչի հետ են կապված քրեակատարողական հիմնարկներում, հավելյալ ես շատ չեմ լինում անկեղծորեն պետք է ասեմ քրեակատարողական հիմնարկներում եւ բայց կուսումնասիրեմ այդ 18 դեպքերը ինչի հետ է կապված անպայման կուսումնասիրեմ, բայց ես կարծում եմ եթե լինի շատ լավ վերահսկողություն, նման խնդրի առաջ մենք չենք կանգնի։ Բայց Առողջապահության նախարարությունը համենայնդեպս ես ականատես եմ եղել այդ ամբուլատորիայում, որը կառուցվել է քրեակատարողական հիմնարկում, հրաշալի կառուցված ամբուլատորիա է, 95 մահճակալային ֆոնդով, սկրինինգային ծրագրերով, լաբորատոր հագեցվածությամբ, ես կարծում եմ, որ այս ամբուլատորիան պետքա եթե ոչ 100, գոնե 90%-անոց արդյունավետություն ցուցաբերի մեր ազատազրկված քաղաքացիների համար, որովհետև ամեն հնարավոր պայմանները ստեղծված է։ Իսկ ինչ վերաբերվում է դեղերի շուկայի, մեր շուկան շատ փոքր է ցավոք սրտի, եւ ես կարծում եմ հենց այդ փոքրության հետ է կապված դեղերի թանկությունը, քանի որ քանակական առումով մենք չենք կարողանում շատ քանակներ ապահովել, իսկ քիչ քանակները բերում են հենց ապրանքների թանկացմանը։ Շնորհակալություն։ Հարցերն ավարտվեցին։ Ես արձագանքի իրավունք։ Համեցեք արձագանքի հնարավորություն իհարկե։ Այո։ Համաձայն չեմ ձեզ հետ այն դեղորայքի հետ կապված, ուրեմն ես ձեզ նշեցի, չէ, Վրաստանում նույն
գրեթե նույն մարդկանց թիվն է, մենք չնչին տարբերությամբ, դա չի կա, նույն շուկան է, նույն բանն է, այդ առումով ձեր ասածը համոզիչ չէր եւ այս առումով լրջագույն խնդիր կա, ես չգիտեմ ինչի հետ է կապված, բայց համենայն դեպս մեր ազգաբնակչությունը կամ թոշակառուն այդ հնարավորությունը չունի իր թոշակին համապատասխան այդ դեղորայքները գնելու, որտեղ սարսափելի տարբերություն կա, իսկ ինչ վերաբերվում է քրեակատարողական հիմնարկներին, նույն պետպատվերի շրջանակներում ամիսներով մարդիկ ստիպված են սպասել մինչև իրենց հերթը գա, այն դեպքում, որ մարդիկ խիստ անհրաժեշտություն ունեն արագ ուրեմն իրենց բժշկական օգնությունը ցուցաբերելու, քանի որ ժամանակը սպառվեց, այդքան։ Պարոն Դանելյան, մենք օրենսդրական խնդիրներ էլ ունենք միանշանակ դեղորայքի շուկայի հետ կապված, որը պետք է մանրամասնորեն դիտարկել եւ ուսումնասիրել եւ դիտարկել համապատասխան փոփոխություններ, եթե դրանք կարող են բերել դեղերի շուկայի ավելի լավարկմանը։ Իսկ ինչ վերաբերվում է քրեակատարողական հիմնարկների հերթերին, տեսեք, պացիենտի վիճակը գնահատում է բժիշկը, արդյոք նա պետք է շտապ բուժօգնություն ստանա, թե կարող է պլանային կարգով հետազոտվել, այսինքն սպասել մինչև որոշ շտապերին, այո։ Շնորհակալություն, Տիկին Հունանյան, հարցերն ավարտվեցին, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հարգելի գործընկերներ, մինչ մտքերի փոխանակության անցնելը առաջարկում եմ ողջունել Երևանի Խաչիկ Սամուելյանի անվան համար 47 միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին։ Հարգելի գործընկերներ, այժմ մտքերի փոխանակության համար գրանցում։ Արման Ղազարյան։ Սիրելի հայրենակիցներ, քննարկվում է ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածության խնդիրը, հարցը եւ բնականաբար նաեւ մեզ վերաբերում համակարգին վերաբերող արմատական եւ խորքային խնդիրները։ Այդ խնդիրները ես կառանձնացնեմ հետեւյալ կերպ, դասակարգեմ հետեւյալ կերպ, նորից եմ կրկնում, իդրախտ համակարգում կա դրված նախագիծ շրջանառության մեջ, որ արդեն իր ժամկետն ավարտվել է, որտեղ հստակ ասում է, որ մարզային հիվանդանոցները, բուժկենտրոնները օպտիմալացվելու են եւ դառնալու են մեկը։ Ես կուզենամ Տիկին Հունանյան, ձեր ամփոփիչ ելույթում դուք ձեր դիրքորոշումը հայտնեք այդ ուղղությամբ հստակ, համ կողմ եմ, համ թեմը, դա պատասխան չի, դա լողացող պատասխան այն կողմից չի ընդունվում, եւ ձեր ընտրվելու դեպքում պատրաստ եք նեղ մասնագետների եւ շահագրգիռ կազմակերպությունների եւ մարդկանց հետ կազմակերպելու լայն քննարկում, որպեսզի կարողանաք հասկանալ այդ խնդրի կարևորությունը եւ հետագա ծախսարդյունավետությունը ամենակարևորը բուժսպասարկման որակը, որը շատ կարևոր է մեր բնակչության առողջությունը մեզ բոլորիս համար։ Երկրորդ խնդիրը կուզենամ դուք նորից հստակեցնեք նեղ մասնագետներ ինչպես եք պատկերացնում համակարգ առաջնային պահպանման օղակները, բուժամբուլատորիա կոչեցյալները, կոչվածները, որ հիմա ասում ենք, ինչպես եք պատկերացնում այդ հիմնարկների նեղ մասնագետներով համալրման խնդիրը։ Գցել տարածքային կառավարման նախարարության վրա եւ պատճառաբանել, դա առողջապահության նախարարության պոզիտիվ պարտականություն եւ ինքը պարտավոր է իր ոլորտով զբաղվելու, հակառակ դեպքում խնդիրներ կունենան, որտեղ առաջնային պահպանման օղակը պետք է կանխարգելիչ դեր ունենա մեր ազգաբնակչության եւ ժողովրդի հիվանդությունները կանխարգելելու, հետո նոր բուժելու խնդրով։ Երրորդ խնդիրը դուք ինձ ասում եք, որ մարզպետարանի շենքերը թող լինեն յուրաքանչյուր նախկին խորհրդային ժամանակներ ասած շրջանային շրջաներում։
դա ըստ կառուցվածքները համեմատելի չեն, էլի կներեք։ Այսինքն պաթանոլոգիական լաբորատորիան անատոմիկը համեմատել վարչատարածքային բաժանման միավորի համար, հետ դա ինձ համար գոնե ընդունելի չէ։ Դա ճիշտ չէ, պարզապես ճիշտ չէ, որովհետև այդտեղ կա լոգիստիկ խնդիրներ, կա ժամանակի խնդիրներ եւ սահմանամերձ սոտ կամայքից մինչև Մարտունի տեղափոխել այդ խնդիրը եւ դուք պատճառաբանելու եք որ հատուցում կա, տրանսպորտ կա, ժամանակները բանը լավացել է, դա ինձ համար ընդունելի չէ։ Մենք պետք է կարողանանք մեր ժողովրդի եւ ազգաբնակության խնդիրները առավել եւս իրենց սքի մեջ կարողանանք ճիշտ լուծել եւ ժամանակին։ Առավել եւս վաղաժամ մահվան դեպքերը կան ունենք շատ։ Մի խոսքով ամփոփելով կուզենամ եւ մենք այսպես ռիսկի տակ շտերեցինք մեր ձեր անձը, ձեր մասնագիտական հմտությունները, պարզապես ասում ենք ոլորտը շատ բարդ ոլորտ է, որտեղ պետք է լինի նեղ մասնագիտական հմտություններով օժտված, աշխատանքային փորձ ունեցող, այդ թվում բժիշկ, նեղ մասնագետ, որտեղ կան խնդիրներ, ես ձեր հարցու պատասխանից էլ հասկացա, որ ոլորտին այդպես պետք է այստեղ սովորելու տեղ չէ, այստեղ պատրաստի պետք է կան, որպեսզի կարողանան կառավարության բերած նախագծերը եւ նեղ ես ինքս բժիշկ չեմ, բայց դե շատ քիչ հասկանում եմ եւ այսպես մեղք կգցել բուժ պերսոնայի վրա, բուժքույրերի մենք բացարձակ քավլիցի իրա բան չունենք, խնդիր չունենք, որ բուժ պերսոն, ընդհակառակ բուժքույրերը իրանք լոկոմոտիվ են, խարշակներն են եւ առանց ներքևի օղակի հնարավոր չէ ամեն ինչը կազմակերպել, բայց ձեր կողմից առաջադրված պաշտոնը խիստ մասնագիտական եւ նեղ մասնագիտական բարձրագույն կրթություն է պահանջում ըստ ինձ։ Եթե դուք գիտեք ձեր ոնց է կարգավորելու, ժամանակը ցույց կտա եւ արդյունավետությունը, բայց մենք կյանքում այս ժամանակ ոչ մեկի անձը, ոչ մեկի մասնագիտական հմտությունները եւ ոչ մի ինստիտուտի հմտությունները, այդ թվում բուժքույր, բժիշկ, ինստիտուտը կյանքում կասկածի տակ չեք դրել, մի տարեք ուրիշ տեղ։ Մենք քննարկում ենք լուրջ խնդիր եւ խնդրում եմ մեր հարցերը մի խեղաթյուրեք տվեք սպառիչ պատասխաններ, որպեսզի մեր հանրությունը մենք կարողանանք որոշում կայացնել։ Ամփոփելով ուզում եմ ասել իմ հետևյալ արձադրումները, ինչպես նորից եմ ասում, ինչպես եք պատկերացնում բուժ կենտրոնների վերակազմավորման օպտիմալացման գործընթացը։ Պատրաստ եք դուք քննարկում իրականացնել։ Ինչպես եք պատրաստվում իրականացնել նեղ մասնագետներով, ինչպես եք պատկերացնում նեղ մասնագետներով համալրել, որպեսզի այդ սահմանամերձ համայնքներում կարողանան բուժասպասարկումը եւ առաջնային պահպանան օղակները գործեն, որտեղ այդտեղ միլիոններով ընտանեկան բժշկության ինստիտուտը գումար է դրել, եւ այս պահին չկա ընդամենը մեկ կամ լավագույն դեպքում երկու բժիշկներ կան, ընտանեկան բժիշկներ։ Եվ երրորդ հարցը թողենք հետո է, լավ, այսքան, շնորհակալ եմ։ Նարեկ Գրիգորյան։ Հարգելի ազգային ժողովի փոխոսնակ, սիրելի երեխաներ, նախ ողջունում եմ ձեզ։ Ուզում եմ ասել, որ այս մեր աթոռները մի օր հասնելու են ձեզ, դու եք ստեղ նստելու մեր փոխարեն, ու ես ուզում եմ ասել, որ ոչ մեկս հավերժ չենք եւ աշխատեք այդ ուղղությամբ, որտեվ վստահ եմ սա հատել լավ եք սովորում դպրոցում, որ շատ լավ սովորեք, անպայման բարձունքների կհասնեք ու կգաք այստեղ Հայաստանի Հանրապետության ճակատագրով կզբաղվեք։ Տիկին Հունանյան ճիշտն ասած, ես մի հարց էի ուզում տալ, ընդեղից չստացվեց, չհասցրեցի գրանցվել, ուրեմն տեսեք ինչ մի խնդրի առաջ ենք կանգնել, թեկուզ այս պահին քննարկումների մեջ ենք։ Մի քանի օր առաջ, կարող մի 10 օր առաջ Գավառի բուժքույրերի կողմից ահազանգ ստացվեց, որ ինչ-որ քննարկում է գնում բարձր լեռնայինը հանելու վերաբերյալ, եւ մենք այս քննարկումը նաեւ միասին կունենանք ձեր ընտրվելու պարագայում, որովհետեւ այնտեղ տեսեք, բարձր լեռնայինը ըստ էության ամրագրված Հայաստանի Հանրապետության օրենքով, բայց այնտեղ կա օրենքի մեջ մի բաց, որտեղ ասվում է, որ բյուջետային հիմնարկներն ըստ էության պետք է ստանան բարձր լեռնային եւ հիվանդանոցը որպես ոչ բյուջետային հիմնարկ ըստ էության այստեղ հակասություն կա, այս մասին պետք է քննարկենք, եթե կա նաեւ օրենքի բաց, միասին լրացնենք, որովհետեւ ուղղակի այդ բարձրության վրա աշխատող նամանավանդ աշխատավարձի չափերը հասկանալով այդ 8000 դրամը մեծ նշանակություն ունի բուժքույրերի կյանքում։ Ուզում եմ ասել, որ այո, Վարդենես հիվանդանոցը պետքա նոր հիվանդանոց կառուցվի այնտեղ եւ այդ տարածքում կլինի մորգը
որտեղ նաև տեսեք ինչ է ստացվում, այդ հիվանդանոցը շատ հին ժամանակների սարքած շենք է, որտեղ չի հարմարվում, այնտեղ կա նաև հոսպիտալ, որտեղի այդ տարածքը նաև չի համապատասխանում այդ ստանդարտներին։ Ուզում եմ ասել, պարոն Դանելյան, ճիշտ ասած, ես էլ եմ գրակատարողական հիմնարկներ գնում, այցելում, գալիս եմ, տեսեք ինչ է կատարվում, իմ տպավորությամբ առաջին բուժօգնությունը տալը, այդ առաջնային օղակը ռեալ ապահովում է, ինձ ոչ մեկ այդ մասին չի դժգոհել, մի բան էլ շնորհակալություն են հայտնել, բայց ես այս վերջում նաև մի դեպքի ականատես եղա, որ ընդամենը դատապարտյալը բողոքել էր եւ մի անգամից առաջին օղակից ուղարկեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, հա, երևի մասիվի հիվանդանոց, ես էլ եմ գնացել այնտեղ հասկանալու համար ինչա կատարվում։ Ամեն դեպքում ես դատապարտյալներից որևէ բողոք այդպիսի չեմ ստացել։ Ես այս առողջապահության մասով եւ ներողություն եմ խնդրում թեմայի չեղվելու համար, նաեւ ուզում եմ ասել, որ այս մի քանի օրվա ընթացքում բազմաթիվ քաղաքական ելույթներ եղան, ինչ որ լսումների արդյունքում է այստեղ եւ լսումներից դուրս հարցազրույցների կարգով եւ ըստ էության չեմ կարող չպատասխանել այս մի քանի ելույթներին։ Տեսեք, այստեղից Իշխան Սաղաթելյանն հայտարարեց, թե իբրև Հայաստանի Հանրապետության վարչապետի կատարած գործողություններն ըստ էության որակավորեց դավաճանական։ Ես հատուկ իրենց կուսակցության համար ուզում եմ մի հատված ընթերցել Բեգլարյանի գրքից, Զորավար Անդրանիկ դյութազնապատումից, 1908 թվական Աբդուլ Համիդ Բեյի իշխանությունը տապալված էր, եկել էին երիտ թուրքերը, Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո հայ դաշնակցությունը Ժնևի պոլիս է հրավիրում եւ լուր ուղարկում Անդրանիկին, թե Կարմիր Սուլթանը գահանքեց արվեց եւ նրա տեղը ընկերներ Թայլաթը եւ Էնվեր Փաշաներն են գրավել։ Այսպես եղբայրություն եւ հավասարություն պետք է տիրի Թուրքիայի մեջ եւ հայերը պետք է պաշտոններ ստանան Թուրքիայի կառավարության մեջ։ Եվ որ մի լավ պաշտոն էլ նախատեսված է Անդրանիկի համար։ Ես հատուկ այն մեզ մեղադրանքներ ընչեցնող կուսակցության համար հատուկ ընթերցեցի, հուսով եմ մեր աշակերտներն էլ եթե պատմաբաններ են ուզում դառնալ, ես պատմաբան չեմ, այս մասին ուսումնասիրություն կկատարեն եւ ըստ այդմ որակավորումները կտան եւ հետագայում պատմություններ այդ մասին կգրի, թե ինչ դասագրքել էին օրինակ սովետական միության ժամանակ կամ դրանից հետո հրամցնում դպրոցներում, որպեսզի սովորեին, մենք գիտենք, որ իրականում կար դրսի ազդեցություն եւ հիմա գրքերը գրվում են բացառապես Հայաստանի Հանրապետությունում։ Ես ասեցի Զուդբանի համար, որ այս անընդհատ շահարկում են, ուսամ այս թեզը կվերջացնեմ, որովհետև այստեղ այդքան մանիպուլացնելով ժողովրդի այս ընտրություններին մոտենում փորձում են մի քանի ձայն ես կողմ, մի քանի ձայն են կողմ, չգիտեմ, խաբելով մարդկանցից փորձում են ձայն կորզել, այդ լուրջ չի։ Ես ուզում եմ նաև անդրադառնալ ոնց էր կոչվում ձևավոր շարժում էր կոչվում, ոնց էր կոչվում այդ շարժմանը, ասում է Գեղարքունիքի մարզում ամեն երկրորդ քաղաքացին աղքատ է, այսինքն ոնց որ եթե աղքատ է, ուրեմն ըստ էության մեղավորը մենք ենք, որտեղ էս մի 30 տարի մենք ենք երևի իշխանության, ուզում եմ հիշել նաև մեր նախկին գործընկերոջը Աստված հոգին Լուսավորի Սերյանը Սարոյանը ստեղ ասում էր մի կնոպ կայել եկեք սեղմենք ժողովրդի օգտին ինչ-որ բան քվեարկենք, այդ ժամանակ այդ ձևով շարժման առաջնորդի երևի ծնողն ստեղ պատգամավոր էր։ Ես ուզում եմ նաև անդրադառնալ Շարմազանով Էդոյի այստեղի այդ ինչ էր լսումներ էր, ինչ էր այդ քննարկմանը, այստեղից ասում է բանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեզ ասում էր ծուրվից քաղաքականություն եք վարում, այս կողմ են կողմ, չեմ ուզում մտքերն այդքան շատ չարադրել, ես ասում եմ այո, դու ծուրվից քաղաքականություն վարել եք, ծուրվից քաղաքականություն վարում եք։
եւ հիմա ծուր մեշկ քաղաքականություն եք վարում, կզած ժողովրդից քվեեք մուրում մտածելով, որ ժողովրդի հիշողությունը կարճ է։ Ասում է 7 տարի առաջ էս ինչ էր, 7 տարի, Ժորժան 7 տարի չէ, մենք այս 4 տարի նորից վերընտրվել ենք։ Այդ 4 տարվա մասին կարելի է խոսալ։ Հիմա եկել են ասում են բանը, չէ, պետք է impeachment հայտարարենք։ Դե հասկանում են, ընտրությունների հնարավորություն չկա, այսինքն մտածում են, որ օրինակ ընտրություններին, որ իրանք լինեն իշխանության, իրաց ձևով ինչքան ուզեն այնքան կխփեն այս տրամաբանության մեջ, ասում բանա։ Մենք այստեղ բան ենք անում։ Պետք է impeachment լինի, որ մենք գնանք ընտրությունների։ Երևի իրաց քաղաքական պապային Սերժիկին չեն հարցրել, որ իրենց սովորացնի, որ ասի Հայաստանի Հանրապետությունում այլևս փակված է այն էջը, կաշառքով ընտրության էջը, փակված անտրախախտումներով ընտրության էջը։ Ժողովուրդը գնում են ընտրության։ Եվ ուզում եմ ասել, որ, չգիտեմ, այնտեղ շահարկում էին, թե իբրև պետական համակարգը կծառայեցվի մեզ ձայներ հավաքելու համար, ասեմ, որ ձեզ կուսակցականները ոչլոտ գայլի պես ոչխարի մորթի հակած ծավալած են մեր մեջ ու ձեզ հայոյում են, որպեսզի մեր աչքին բարձրանան, այնպես որ այդպես չի, որ պետական համակարգի բոլոր աշխատողներն են քաղաքացիական, բոլոր չէ, երևի 10%-ն էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության չէ, բայց մենք լավ մասնագետներին չենք թիրախավորում, լավ մասնագետները պետք է աշխատեն անկախ նրանց կուսակցական պատկանելությունից։ Արմեն Աշոտյանն ասում է մտա դալիճ այն մասում, որտեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցություններ նստած մարդիկ չէին նստում այդ լսումների ժամանակ, ասում երևի զզվում էին, բայց պետքա տեր կանգնենք այս աթոռներին, չգիտեմ, այս երկրին, այն երկրին, երևի մտքի մեջ շփոթավ, պետք է ասել տեր, պետքա կանգնենք մեր թալանին կամ տեր կանգնենք մեր ապագա թալանին, ժողովուրդը ձեզ մերժել է, ժողովուրդը ձեզ Աշոտյանը արել 2018 թվականին ու հույս չունենաք, որ հետ եք գալու։ Շնորհակալություն։ Բաբկեն Թունյան, հաջորդ երդության մեր համեցեք։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ես շատ կարճ խոսեմ թեմայի մասին, չեմ շեղվի։ Այստեղ խոսք գնաց բարձրագույն կրթության մասին, ափսոս պարոն Ղազարյանը գնաց, իհարկե բարձրագույն կրթությունը լրացուցիչ առավելություն է, բայց երբ որ ասում ենք, որ հանձնաժողովի նախագահը պիտի ունենա նեղ մասնագիտական գիտելիքներ, ես համաձայն չեմ դրա հետ, որովհետև առողջապահության հարցերի հանձնաժողովում սրտի բաց վիրահատություն չեն անելու։ Ես ասում եմ որպես մարդ, ով 2019 թվականից ի վեր գլխավորել է տնտեսական հարցերի հանձնաժողովը, հիմա էլ տեղակալել եմ եւ փաստացի գլխավորում եմ այդ հանձնաժողովը։ Հանձնաժողովի նախագահը սովորական падգամավոր է։ Իր տարբերությունը մնացած падգամավորներից կայանում է նրանում, որ ինքը պիտի հանձնաժողովի նիստերը կազմակերպի ու հանձնաժողովի աշխատանքները պիտի կազմակերպի։ Եթե մենք падգամավորի նկատմամբ բարձրագույն կրթության պահանջ չենք սահմանել, հանձնաժողովի նախագահի նկատմամբ էլ պիտի նման պահանջ չսահմանենք։ Իհարկե ասեմ, դա կարա լինի առավելություն, բայց հանձնաժողովի նախագահից ավելի շատ պահանջվում է պարտաճանաչություն, կարգապահություն, որոշ տեղերում խստապահանջություն, որ կարողանա ապահովել, որ հանձնաժողովը բնականon աշխատի։ Ու այս առումով, հիմա որ Արծվիկ Մինասյանը այստեղ լիներ, էլի կասեր հիշեցնում եմ, այս առումով ավելի լավ է չունենալ բարձրագույն կրթություն, բայց պատասխանատու ձևով ղեկավարել հանձնաժողովը, քան ունենալ բարձրագույն կրթություն ու հրաժարվել ձեր աշխատանքը կատարելուց։ Այսինքն հանձնաժողովներ կային, հարգելի գործընկերներ, որոնք դուք պիտի ղեկավարեիք։ Այս այդ մասով առողջության ապահովագրության հետ կապված արդեն նշվեց, որ առողջության ապահովագրության համակարգը պիտի շուտով նախագիծը գա ազգային ժողով, հարցերը շատ են, որ դա այդպիսի հեշտ ռեֆորմ լիներ, շուտ բանից ընդունված կլիներ։ Կան երկրներ, որոնք 10 տարի առաջ, 15 տարի առաջ այդ համակարգը ներդրել են, ու մինչև հիմա փոփոխում են։ Տիկին Գյուրեղյանը կհիշի, որ մենք ճանաչողական այցով Ֆրանսիայում ուսումնասիրում ենք իրենց համակարգը, իրենք մինչև հիմա փոփոխում են, որովհետև խնդիրները ի հայտ են գալիս ընթացքում։ Բայց ես ինքս
առաջարկելու եմ, երբ նախագիծը գա ազգային ժողով, որ առողջության ապահովագրության համակարգը, օրենսդրական փաթեթը քննարկվի ոչ թե առողջապահության հարցերի հանձնաժողովում, այլ դրա համար ստեղծենք ժամանակավոր հանձնաժողով։ Ազգային ժողովի կանոնակարգը մեզ նման հնարավորություն տալիս է, այսինքն կոնկրետ նախագծի հետ կապված կարող է լինել ժամանակավոր հանձնաժողով, որտեղ այս հարցը վերաբերում է ոչ միայն առողջապահությանը, այլ նաև ֆինանսներին, սոցիալական ոլորտին, կրթությանը ու կարծում եմ համապարփակ քննարկումը այդ ֆորմատով շատ ավելի արդյունավետ կլինի։ Եվ վերջինը դեղերի հետ կապված, պարոն Դանիելյան, շատ կարևոր հարց է, ես ինքս էլ եմ այդ հարցով շատ հետաքրքրվել, մի քանի գործոններ են այդտեղ աշխատում, ճիշտ եք ասում, բնակչության թիվը էապես չի տարբերում, եթե չեմ սխալվում, Վրաստանում մեզնից 1 միլիոնով է ավել բնակչություն, կամ երևի 700-800 հազարով, այստեղ ավելի շատ կարգավորումներին վերաբերող հարցեր են, դեղերի գրանցման պրոցեսներին, կա նաև ավելացված արժեքի հարկի հարցը, որը ասենք 20% էլ ինքն է, ու ես օրինակ գիտեմ, որ կան դեղագործական ընկերություններ, որոնք Հայաստանյան շուկա մուտք չեն գործում մենակ դրա համար, որովհետև չեն ուզում այդ դեղերի գրանցման երկար պրոցեսների միջով անցնել, ու այստեղ էլ մենք որոշ առումով սահմանափակումներ ունենք, որովհետև մենք հանդիսանում ենք Եվրասիական տնտեսական միության անդամ, եւ այդ առումով հատկապես արտաքին հարաբերություններին տնտեսական վերաբերող հարցերում այնպես չի, որ լրիվ ինքնուրույն ենք ու ինչ որոշումներ ուզենք ընդունենք, բայց ես համաձայն եմ, որ այս հարցով միասին քննարկում կազմակերպենք ու հասկանանք ինչ է կատարում դեղերի շուկայում, ունենք մենք արդյոք այդտեղ չհիմնավորված բարձր գներ թե չէ, մրցակցության հանձնաժողովին էլ կարող ենք նման պատվեր իջեցնել ազգային ժողովի կողմից, թող շուկան խորքային ուսումնասիրեն։ Ես այս հարցով որևէ մեկը եթե կնախաձեռնի, ես սիրով կմիանամ։ Այսքանը, շնորհակալություն Տիկին Հունանյանն էլ ընտրվելու դեպքում հաջողություն եմ մաղթում ու որպես իր գործընկեր ամեն ինչ կանեմ Տիկին Հունանյան, որ դուք ձեր աշխատանքը հաջող կատարեք։ Շնորհակալություն։ Ագնես Ախամոյան հաջորդ ելույթի համար։ Սիրելի բուժքույրներ, սիրելի սանիտարներ, հիվանդանոցներում աշխատանք իրականացնող ցանկացած անձնավորության առջև, կատարած աշխատանքի առջև մենք խոնարհվում ենք։ Խնդիրը ամենևին էլ բուժքույրերի աշխատանքը կամ բուժքույրերին նվաստացնելը չէ։ Խնդիրն այն է, որ իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կարևորագույն առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրել է թեկնածուի, ով չունի բարձրագույն կրթություն, ավարտել է բուժքույրական գործը եւ ամբողջ կյանքում որպես բուժքույր է աշխատել։ Տիկին Հունանյան, խնդիրը արդյունավետությունն է, թե դուք որքանով կկարողանաք արդյունավետ կառավարել այս բարդ ոլորտը։ Ընդամենը դրա մասին են խոսում իմ գործընկերները եւ մի մանիպուլացրեք այն, ինչ ասում են իմ գործընկերները։ Տիկին Հունանյան, ես ակնկալում եի, որ դուք բովանդակային ելույթ կունենայիք եւ ամբողջ կենտրոնացումը չէիք հանի նրա վրա, որ դուք բուժքույր եք եւ կփորձեիք արդարացնել, որ արդյունավետ եք կարողանալու կառավարել հանձնաժողովը։ Ես ցավում եմ, որ ձեր հիմնական մատնացույց արած խնդիրներից մեկը այն է, որ բժիշկները հիվանդների աչքերի մեջ չեն նայում, հայացքով չեն շփվում հիվանդի հետ։ Այս ոլորտը այնքան խնդիրներ ունի, որոնց մասին, եթե այսօր ամբողջ օրը խոսանք, օրը կավարտվի, բայց խնդիրները չեն ավարտվի։ Ես կցանկանայի, որ դուք խոսեիք պետպատվերի մասին, թե ինչի է պետպատվերը այդքան շուտ ավարտվում։ Մարդու բախտը բերում է, եթե տարեսկզբին է, որևէ խնդիր ունենում, հիվանդանում, այո, քանի պետպատվերը վերջացած չի լինում։ Օրինակ, այս խնդրին որևէ բովանդակային պատասխան դուք ունեք, թե չունեք։ Ես այսօր ձեզ ուզում եմ ներկայացնել, սիրելի հայրենակիցներ,
մի հարցման պատասխան, որը ստացել եմ առողջապահության նախարարությունից, ես սպասում եի հարմար առիթի սրա մասին խոսելու համար։ Ձեզանից շատերը հավանաբար ենթադրում են, որ չարորակ նոյագոյացություններով հիվանդ մարդկանց բուժումը անվճար է։ Պետպատվերի շրջանակներում կամ ոչ միայն, այլ նաև համապատասխան սահմանված կարգով 2004 թվականին ընդունված կառավարության, եթե չեմ սխալվում։ Նախ ուզում եմ արձանագրել, թե քանի չարորակ նոյագոյացություններով հիվանդություն է ախտորոշվել քանի քաղաքացու մոտ։ Միայն 2024 թվականին 50,000 քաղաքացու մոտ արձանագրվել է քաղցկեղ հիվանդությունը։ Դուք կարող եք մտածել, եւ հիմնական տպավորությունը այդպիսին է, որ բուժումը չարորակ նոյագոյացություններով հիվանդների անվճար է։ Դա այդպես չէ, սիրելի քաղաքացիներ։ Ես հիմա Տիկին Հունանյան կներկայացնեմ ամբողջ հարցման պատասխանը եւ կխնդրեի նաեւ ձեր ելույթում սրան անդրադարձ կատարեիք։ Հարցը հետեւյալն է. որքան գումար է պետպատվերով տրամադրվում քաղցկեղ ախտորոշմամբ Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացուն։ Պատասխանը հետեւյալն է. որ փոխհատուցվում են չարորակ նոյագոյացություններով հիվանդների քիմիաթերապևտիկ բուժման ամբողջ ծավալը ուշադրություն, բացառությամբ քիմիաթերապևտիկ դեղերի։ Ձեզանից որևէ մեկը, իմ ընդդիմադիր գործընկերներից, իշխանական խմբակցության падգամավորներից որևէ մեկը, Տիկին Հունանյան, խնդրում եմ ձեզ, ձեր ամփոփիչ ելույթի ժամանակ ինձ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բացատրեք, թե ոնց է հնարավոր բուժել քաղցկեղ հիվանդությունը առանց քիմիոպրեպարատի։ Ոնց է հնարավոր բուժել։ Իսկ այդ դեղերը բավականին թանկ են։ Որոշակի չափաբաժիններով սակայն դեղերի ծախսը փոխհատուցվում է։ Օրինակ, Հոջկինի լիմֆոմայի կամ ոչ Հոջկինի լիմֆոմայի դեպքում փոխպատվաստումը կազմում է առաջին քիմիոթերապիան սկսելուց հետո 1 տարվա ընթացքում 300,000 դրամի չափով։ Սիրելի հայրենակիցներ, քիմիոթերապիայի 1 կուրսը, միայն հիմնական քիմիոպրեպարատը 1 միլիոն դրամ արժի։ Եվ միջինում 4 կուրս է անցնում հիվանդը, նույն այս Հոջկինի լիմֆոմայի կամ ոչ Հոջկինի լիմֆոմայի դեպքում 4 կուրս է անցնում բուժման։ Դուք կարող եք ինձ բացատրել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որին ասում են, որ եթե դու քաղցկեղով հիվանդ ես, ապա քաղցկեղի բուժումը անվճար է Հայաստանի Հանրապետությունում, ոնց կարող է 300,000 դրամով բուժվել։ Այլ հիվանդությունների դեպքում, սիրելի հայրենակիցներ, 1 տարվա կտրվածքով այլ հիվանդություններ նկատի ունեմ չարորակ նոյագոյացություններով հիվանդությունների տեսակների դեպքում։ Օրինակ, երեխաների չարորակ արյունաբանական հիվանդների քիմիաթերապևտիկ դեղերի, օրինակ, 1 տարվա ընթացքում տարեկան միջինը 200,000 դրամ։ Մեծահասակների չարորակ արյունաբանական հիվանդների քիմիոթերապիկ դեղերը 1 տարվա ընթացքում տարեկան 150,000 դրամ։ Դուք պատկերացնում եք, սա ինչ ծիծաղելի ողբերգական թիվ է։ Ողբերգական։ Սա ցավազրկողի գումարն է ընդամենը։ Այսինքն պետությունը հայտարարում է, որ քաղցկեղով հիվանդին ինքը բուժում է, ստանձնում է ծախսերը եւ 150,000 դրամ է հատկացվում տարեկան, նորից եմ ասում, դա ցավազրկողի գումար անգամ չի կարող լինել։
Այլ բան, շատ պրեպարատներ գրանցված չեն Հայաստանի Հանրապետությունում։ Օրինակ, ոսկրածուծի փոխպատվաստման մի պրեպարատ կա, որը գրանցված չի Հայաստանի Հանրապետությունում։ Բայց դուք, սիրելի հայրենակիցներ, այդ տեղը կարաք գտնեք Հայաստանի Հանրապետության տարատեսակ նկուղներում, բայց ձեզ չեն տալու որևէ սերտիֆիկատ դեղի ծագման մասին, գումարը ստանալու են արձեռն, թաքցնելով իրենց գործունեությունը։ Հիմա սա խնդիր է, թե սա խնդիր չի։ Կամ առհասարակ, այդ հիմնական դեղամիջոցով է կատարվում օրինակ ոսկրածուծի փոխպատվաստումը, ինչի գրանցված չի Հայաստանի Հանրապետությունը։ Ողջամիտ պատասխան առողջապահության նախարարությունը ինձ չի պատասխանել։ Ես մի հռետորաբանական հարցադրում եմ արել առողջապահության նախարարությանը, թե ինչ պետք է անի մարդը, եթե այդ հատկացված 150,000 դրամը սպառվել է, բայց ինքը բնականաբար դեռևս բուժման կուրս ունի անցնելու։ Ես ուզում եմ ընթերցել առողջապահության նախարարի պատասխանը, սիրելի հայրենակիցներ։ Չարորակ նոագործությունների բուժումը հերթագրման ենթակա չէ եւ նշված պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունը եւ սպասարկումը պետք է կազմակերպվի պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով արտահերթ անկախ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի առողջապահություն բաժնի տվյալ ծրագրին հատկացված գումարների առկայությունից։ Կենաց, մեզ եք մեղադրում կենացներ ասելու մեջ։ Ես մի բան եմ հասկացել, մարդը, որը չունի գումար, Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը չունի գումար, դատապարտված է մահվան եւ իրավունք չունի հիվանդանալու եւ հիվանդանոց ընկնելու, չունի իրավունքը դրա, որովհետեւ դատապարտված է մահվան։ Սա մեր ամենակարևոր խնդիրն է։ Անապահով մեր քաղաքացիները ամենաառաջնային բախվում են այս խնդրին։ Շնորհակալ եմ։ Գարնիկ Դանիելյան հաջորդ ծերության համար։ Ժողովրդական մի ասույթով եմ ուզում խոսքը սկսել, հետո բուն թեմայից։ Հայտնի խոսք կա, ասում ավելի լավ է լռես, բոլորը իմանան դու անգետ ես, քան թե խոսես եւ բոլորը համոզվեն դրանում։ Աբդուլ Համիդի ջարդերի մասին երևի տեղեկություն չունի քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորը։ Համիդյան ջարդերի արդյունքում 100,000-ավոր մեր հայրենակիցներ սպանդի են ենթարկվել եւ երիտուրքական կուսակցության եւ հայտնի դեմքերը խոստանում էին սահմանադրություն, խոստանում էին քրիստոնյաների իրավունք, հատկապես հայերի իրավունքների հետ կապված եւ հենց դա է եղել պատճառը, որ այդ ժամանակահատվածին համահունչ հայտարարություններ են հնչել Աբդուլհամիդյան ռեժիմը տապալելու եւ Օսմանյան Թուրքիայում սահմանադրական կարգ հաստատելու մասին։ Բայց այսքանով ես ուզում եմ այս թեմայի հետ կապված ավարտել, բայց մի օր առիթը կլինի երկար խոսելու դրա մասին։ Տեսեք, մենք այստեղ օգտվելով առիթից ամբիոնը պիտի օգտագործենք մեր հայրենակիցների հիմնական հուզող խնդիրները վերհանելու, բարձրացնելու, մեր հանդիպումների ընթացքում եւ մեզ ուղղված նամակների արդյունքում տեսնելու եւ ի վերջո բժշկական տերմինով ասելով ախտորոշելու, պատճառները գտնելու եւ ամեն ինչ անելու, որ ինչպես ասեց իմ գործընկեր Ագնեսա Խամոյանը, յուրաքանչյուր
Հայաստանի Հանրապետության քաղաքացի իրավունք ունի պահանջելու պետությունից, որ պետությունը հոգա իր առողջապահական առաջնային կարևորության խնդիրները։ Գործընկերս խոսեց օնկոլոգիական հիվանդությունների մասին, սրան կարող ենք նաև ավելացնել ստենդավորման հետ կապված խնդիրը, լավ բանել կա այս առումով, ստենդավորման հետ կապված։ Որոշ դեպքերում կարող ենք ասել, որ ստենդավորվում արվում է, բայց նույն բուժհաստատություններում, երբ որ ռեանիմացիայով հիվանդին բերում են, մեկ ստենդ դնում են, հետո թողնում են, որ մի քանի օր անցնի, որպեսզի քաղաքացին վճարի արդեն երկրորդ կամ երրորդ ստենդի համար։ Այստեղ շատ կարևոր խնդիր է նաև դեղորայքի հասանելիության հետ կապված խնդիրը։ Թոշակառուն, որ ստանում է առավելագույնը 40-45 հազար դրամ թոշակ, հնարավորությունից զրկված է իրեն անհրաժեշտ դեղորայքը օգտագործելուց։ Ասում եմ, մի տնից չենք, բայց մի հալի ենք։ Մեր շրջապատում հաստատ կան մարդիկ, հատկապես թոշակառուներ, որոնք որ ծայրը ծայրին հասնելով այդ դեղորայքը ստանալու խնդիրը ունեն։ Եվ այն տարբերությունները ահռելի որ կան մեր հանրապետության եւ Վրաստանի հանրապետության, ես բազմաթիվ անգամներ այս ամբիոնից ասել եմ, որ մարդիկ ստիպված ծանոթ բարեկամ, որ գնում է արտերկիր, խնդրում են, որպեսզի դեղորայք բերի։ Կրկնակի երրակի անգամ թանկ Հայաստանի Հանրապետությունում։ Եվ սա լրջագույն խնդիր է։ Սա մեզ բոլորիս պիտի հուզի։ Հաջորդը, որին ես ցանկանում եմ անդրադառնալ, շտապօգնության խնդիրն է, որի մասին էլի երկար խոսել ենք, էլի նախարարության կողմից բազմաթիվ հավաստիացումներ ա եղել, որ խնդիրը լուծված է, բայց շրջաներում խոսում ենք, ուրեմն շրջաներից խոսում ենք, գյուղերից, համայնքների զարգացման մասին ենք խոսում։ Եթե շտապօգնության մեքենան ժամեր շարունակ չի հասնում հիվանդին, ինչ առողջապահության մասին կարող ենք խոսել։ Եւ շատ դեպքեր են լինում եւ ահազանգում են, որ ոչ պատշաճ մասնագետներ են, ուրեմն մասնակցում այդ գործի կազմակերպմանը։ Մեկ բառով բուժքույրն է գնում, ուրեմն մոտենում հիվանդին եւ էլի պատշաճ բուժօգնության չի արժանանում։ Ես Տավուշի օրինակով ասեցի, ուրեմն բյուջեի քննարկման ժամանակ ասին խնդիրը լուծված է, բայց այդ խնդիրը մնում է նույնը, ոչ միայն Տավուշում, այդ իմ ելույթից հետո բազմաթիվ տեղերից այդ ահազանգները եկել է, հասել է մեզ։ Խնդիրը լուծված չի, խնդիրը անհապաղ լուծման կարիք ունի։ Եթե մենք ուզում ենք, որ մեր հայրենակիցները տարբեր մարզերում ու գյուղերում ամուր կարճած լինեն իրենց հողին եւ ստիպված չլինեն թողնել իրենց բնորանը եւ գալ Երևան, պետք է այդ պայմանները տեղում ստեղծվի։ Եվ առաջնային այդ խնդիրը պետք է լուծվի, եթե գոնե այս պարագայում ուրեմն պետությունը պետք է անընդհատ զբաղվի դրանով, որ որակյալ մասնագետներին գոնե շաբաթը 1-2 անգամ կարողանա շրջաներ տանի եւ այդ մարդիկ ի վիճակի լինեն նաեւ որակյալ բժիշկների ծառայությունից օգտվել։ Եվ այդ հիվանդանոցները չպետք է ծառայեն նրա համար, որ սենց օղակ հանդիսանան Երևանի հիվանդանոցների հետ կապված։ Այսինքն գնա մարդը դիմի շրջանի հիվանդանոց, որ կազմակերպի իր տեղափոխությունը։ Կներեք, բայց սա անընդունելի է։ Այսինքն ինչ, դա բանա դիսպեչերական ծառայություն, հա։ Համարը չի կարողանում, գումար չունի։ Հնարավորություն չունի։ Քրեակատարողական հիմնարկների հետ կապված, նորից եմ կրկնում, ես տարբեր մարդկանց եմ հանդիպում։ Եվ օգտվելով առիթից ուզում եմ նաև հիշեցնել, որ որոշ թիրախավորումներ է կատարվում։ Ամենակոշտ քննադատության ինձ ենթարկած իմ քաղաքական օպոնենտներին այցելում եմ քրեակատարողական հիմնարկներ իրենց առողջությունով հետաքրքրվելու։ Ինձ համար տարբերություն չկա, ընդդիմադիր է, դիմադիր է, ում է ընտրել, ում չի ընտրել, բոլորի հետ կապված, ուրեմն նախ ես նորից եմ կրկնում, եթե դեպք է տեղի ունենում եւ օրեր շարունակ մարդու բերանից արյուն է գնում եւ ականջալուր չեն լինում, կներեք ես ինչ գնահատական տամ։
Ինչ գնահատական տամ դրան։ Բնականաբար լավ է, որ քրեակատարողական հիմնարկներում ամբուլատորիաներ են, չգիտեմ, հիմնվում, լավ է, բայց դուք մի հատ տեսեք ինչ խայտարակ մի համակարգ է գործում, երբ որ քրեակատարողական հիմնարկներում սուր խնդիրներով, ուրեմն մեր հայրենակիցները ստիպված են հերթագրվել, որ 5-րդ, 6-րդ ամսին իր հերթը գա։ Եվ ինչ անի այդ մարդը։ Եվ սա լրջագույն խնդիր է։ Եթե ազատության մեջ մարդը հնարավորություններն ավելի շատ են, բնականաբար անազատության մեջ գտնվող մարդկանց հնարավորությունները եւ կարողականությունը պատիկներով անգամ պակաս է։ Եվ ամփոփելով խոսքս ուզում եմ էլի խոսենք նրա մասին, որ մեր համայնքների, շրջանների հարգելի մեր հայրենակիցները, որոնք որ խնդիրներ ունեն, օնկոլոգիական խնդիրներ ունեն, սրտանոթային հիվանդությունների հետ կապված խնդիրներ ունեն, որոնք որ իրենց գումարին հասու չի, հնարավորություն չունեն, մենք պետք է այդ հնարավորությունը ստեղծենք մեր հայրենակիցների համար, որովհետև մեր հայրենակիցների առողջությունը մեր համար չափազանց կարևոր հարց է։ Ես էլի տարբեր շփումներ եմ ունենում հիվանդանոցների, տարբեր հիվանդանոցների հետ եւ ուղղակի մեծ ցավ եմ ապրում, երբ մարդ գալիս է հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում եւ իր գրպանի պարունակությունը չի հերիքում, որպեսզի կարողանա լուծել իր որդու զավակի կամ իր ծնողի հետ կապված։ Դրանից ավելի ահավոր բան հավատացեք գոյություն չունի։ Այդ խնդիրը իդեպ այնպես չի, որ ընդդիմությունը քննադատում է կամ ասում է կամ բարձրաձայնում է, այնպես չի, որ այդ խնդիրները չեն եղել, ձեր իշխանության օրոք են եղել, ամենևին դա չի նշանակում։ Եվ բայց ամեն անգամ ուրեմն տարիներն անցնում են եւ այլը հիվանդություններն էլ կարծեք թե ավելի են շատանում եւ ի վերջո դուք 7-8 տարվա իշխանություն եք եւ այս խնդիրները համենայն դեպս են գլոբալ խնդիրները պարտավոր եք լուծելու եւ դա ձեր ոչ թե պոզիտիվ պարտականությունն է, դա ձեր ուղիղ պարտականությունն է եւ շատ կարեւոր է, որ մենք կարողանանք այդ ապրումակցման զգացում ունենանք եւ կարողանանք ի վերջո ճիշտ որոշումներ կայացնել։ Շնորհակալ եմ։ Արմեն Ուիկյուրյան։ Հարգելի քաղաքացիներ, քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Մի ոլորտ, որի զարգացումը պետք է լիներ կառավարության հիմնական առաջնահերթություններից։ Քաղաքացուն խոստացված էր անհատի եւ հանրային առողջության պահպանում, բարելավում, ապահովելով հասանելի արդիական եւ բարձր որակի առողջապահական ծառայություններ։ Մի հանձնաժողով, որի նախագահի մասնագիտական կարողությունների առկայությունը խիստ ցանկալի է առողջապահության ոլորտի օրենսդրությունը կարգավորելու համար։ Ընդհանրապես, որևէ հանձնաժողովի նախագահի թեկնածուի առաջադրման եւ ընտրության գործընթացը հստակ բացահայտում է իշխող ուժի վարած կադրային քաղաքականության էությունը։ Ինչը կամ ինչերն են այն գլխավոր չափանիշները, որոնցով առաջնորդվում է իշխող ուժը որևէ կառույցի, կազմակերպության, սահմանադրական մարմնի անդամ կամ ղեկավար ընտրելիս։ Ձեզ ինչ է թվում։
Դրանց մեջ կան արդյոք համապատասխան ոլորտային բնագավառի բարձրագույն որակյալ կրթություն ունենալը կամ համապատասխան ոլորտային մասնագիտական մեծ փորձառությունը, համապատասխան բնագավառում կառավարման, ղեկավարման փորձառությունը, օրենսդրական գործունեությանը նպաստող իրավական գիտելիքների առկայությունը, օրենսդրական գործունեության հարուստ ու ակտիվ փորձը, ասենք օրենսդրական նախաձեռնություններ, ոլորտային հարցերի քննարկումներում ակտիվ մասնակցություն, հանձնաժողովների նիստերում, աշխատանքային քննարկումներում։ Ահա այս այն հարցերն էին, որոնք ինձ հետաքրքիր էին խմբակցության որոշումը կայացնելու պարագայում։ Ոչ, 1000 անգամ ոչ, նման չափորոշիչները կարևոր չեն։ Գլխավոր եւ միակ չափանիշը թիմի ղեկավարության եւ ՆՓ-ի հրահանգների անխոնջ, լուռ, առանց քննարկման հլու հնազանդ կատարման պատրաստակամությունն է, որպես գլխավոր նախապայման։ Դե մի քիչ էլ այս պարագայում թիմում այլ տարբերակ չունենալը։ Առողջապահության ոլորտի պարագայում դա ակնհայտ է դրսևորվում։ Ինչու պետք է նախարարը ոլորտային մասնագիտական որակներ ունենա։ Չէ որ գերնպատակը ոչ թե առողջության պահպանումն ու կանխարգելումն է, այլ ամեն ինչ անելը, որ հիվանդների թիվն աճի, որ պետբյուջեի միջոցներն օգտագործվեն ոչ թե առողջությունը ապահովելու նպատակով, այլ ինչքան հնարավոր է շատ հիվանդ ունենալով ու նրանց բուժման վրա մեծ ծախսեր ներկայացնելով։ Ինչու գումարն օգտագործել հիվանդությունը կանխարգելելու, հիվանդների թիվը նվազեցնելու համար, եթե կարելի է հակառակն անել։ Չէ որ հիվանդների թվի մեծացման պարագայում բյուջեի միջոցներն ավելի շատ կարելի է ուղղել հիվանդների բուժման ծախսերի վրա, ինչն ինքնին անվերահսկելի եւ ավելի անչափելի է։ Բացի այդ, հիվանդ հանրությանը ավելի հեշտ կարելի է կառավարել։ Այս ամենը ապացուցվում է բյուջեի կատարողականի ամենամյա ներկայացմամբ, որի մասին ես միշտ այդ ներկայացումներում խոսել եմ։ Գլխավոր եւ միակ չափանիշը որևէ պաշտոնի համար ընտրվելիս այն է, որ տեխնացուն պատրաստ լինի հլու հնազանդ կատարել ՆՓ-ի, ինչպես նաեւ Տրամպի, ինչպես կասեր Տրամպը, այն տղայի պահանջները։ Ինչքանով ոչ սկզբունքային, ինչքան ջանասիրաբար ու անձնվիրաբար է լծվում թրքահապատակ քաղաքականության գովերքմանը, այնքան լավ։ Սկզբունքային ես կամ նման քաղաքական ելույթներ չես ունենում, հայտարարություններ չես ունենում, ուրեմն SMS կստանաս ու մանդատ դվայր կդնես։ Արժե դահլիճում կռիվներում ավելի շատ բռունցքներդ կօգտագործես, ավելի բարձր կհայհոյես արժանամբյոնից ու կարդարացնես 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան որպես ժողովրդագրական հարցի լուծում, կնշանակվես հանձնաժողովի նախագահ կամ նախարար։ Սա եւ միայն սա է գլխավոր նախապայմանը որևէ պաշտոնի նշանակման համար։ Սա եւ միայն սա է քաղաքական կարիերայի աստիճաններով բարձրանալու հավաստիք հորվա իշխանությունների օրոք։ Չես կռվի, թրքահապատակ հայտարարությունները չես պաշտպանի, ժողովրդավարության ոտնահարումը չես գովերքի որպես ժողովրդավարական գերադրական աստիճան ժողովրդավարության, որի ընկալումը միայն ՔՊ-ին է հասանելի։ Մարդու իրավունքների ոտնահարումն ու քաղաքական հետապնդումներն ամենօրյա ռեժիմով իրականացնելու պրակտիկան չես արդարացնի ու գովերքի, ուրեմն պաշտոն չես ստանա։ Իսկ որ ամենակարևորն է, հլու հնազանդ կողմ չես քվեարկի, չես կատարի բոլոր հրահանգները, կզրկվես ամեն ինչից, մանդատից, պաշտոնից, կարիերայի աճից։ Ահա սա է, սիրելի քաղաքացիներ, ՔՊ կադրային քաղաքականությունը։ Այժմ առողջապահության ոլորտի մի քանի հիմնախնդիրների մասին, որոնց լուծումների վերաբերյալ կխնդրեի Տիկին Հունանյան ձեր մոտեցումները ներկայացնել, ինչ եք պատրաստվում, ոչ թե նշել այդ խնդիրները, դուք արդեն նշեցիք, այլ ինչ կարելի է անել, ինչպես եք պատրաստվում այդ խնդիրների լուծման ուղղությամբ աշխատել։ Առաջինը Հայաստանի Հանրապետության քաղաքացին արդեն վաղուց պետք է ունենար առողջապահական ապահովագրական համակարգ։ Սակայն 4.5 տարի անց նախապատրաստական փուլը դեռ սկսված չէ։ Որպես խորհրդարանական վերահսկողության իրականացնող մարմին հանձնաժողովի նախագահ, ինչ քայլեր եք պատրաստվում անել այդ ուղղությամբ։ Ինչ մոտեցումներ, լուծումներ եք առաջարկում։ Երկրորդ, օպտիմալացման ծրագրերը կառավարությունը կատարում է անհասկանալի ձևով, առանց ինչ-որ մաստեր պլանի, առանց միասնական մոտեցման, կատարվում է հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման մարզային կենտրոնների օպտիմալացում, միտեղ մի ձևով, միտեղ մի ուրիշ ձևով, կատարվում են գյուղական ամբուլատորիաների օպտիմալացում։ Եվ սա դեռ քիչ է, հիմա այսօր արդեն գործընկերս նշեց, որ ի դրաֆտում դրված է նախագիծ մարզային հիվանդանոցները բերել մեկ ենթակայության տակ եւ օպտիմալացնել հիվանդանոցները։ Ի դրաֆտում դրված է եւ ընդ որում
Քվեարկողների 97%-ը դեմ է քվեարկել այդ նախագծին։ Ինչ վերաբերմունք ունեք այդ նախագծին որպես առաջարկվող հանձնաժողովի նախագահ։ Ի վերջո դուք կարևոր դեր ունեք այդ հարցի ընդունման կետում։ 97% դեմ է քվեարկված։ Երրորդը, ամենաաղմկահարույց ծրագրերից մեկի մասին եմ ուզում խոսել՝ դեղապահովման։ Այո, մենք նշեցինք, դուք նշեցիք մեր բոլոր ելույթներում, որ Հայաստանում դեղապահովման խնդիրը լուրջ հիմնախնդիր է։ Այո, Հայաստանի նման երկրում այսօրվա դրությամբ անհրաժեշտ էր առնվազն 8000 դեղանուն, անուն դեղ 8000, բայց այսօր գրանցվածների քանակը 2500 պլյուս մինուս միգուցե, այսինքն տեսեք ինչքան պակաս ունենք մենք գրանցված դեղերի։ Դուք որպես համապատասխան հանձնաժողովի նախագահ ինչպես եք պատրաստվում օրենսդրական ինչ փոփոխություններ առաջարկելով, ինչ մեխանիզմներ առաջարկելով կարելի է հնարավորինս արագ ու արդյունավետ լուծել դեղապահովման խնդիրը։ Ես չեմ ասում մենք կարճ ժամանակում հասնենք 8000-ի, բայց աճը պարտադիր է այդ թվականակին։ Ձեր մոտեցումները, լուծումների առաջարկները։ Կադրային քաղաքականության մեջ այո, դուք նշեցիք, մեր գործընկերները նշեցին, մարզային հատկապես բուժ հիմնարկներում մասնագիտական պակասի հիմնախնդիրը, նեղ մասնագիտական բուժաշխատողների պակասը։ Ինչ օրենսդրական փոփոխություններ եք տեսնում, որոնք հնարավորություն կդարձնեն մարզային բուժ հիմնարկներին ապահովել համապատասխան նեղ մասնագիտական բժշկական բժիշկներով։ Այժմ կխնդրեմ ուղղակի այդ հարցերի լուծման ձեր տարբերակներն առաջարկել։ Այժմ մի քանի արձագանք երեք այս ամբիոնից ԿՊ հնչեցրած մտքերի մասին։ Բագրատյանն ասում է, թե նույն բանն ենք անընդհատ ասում, ընդդիմությունը անընդհատ նույն բանն է կրկնում։ Այստեղ չի, բայց պարոն Բագրատյան, դուք ամենօրյա ռեժիմով սուտ եք խոսում, դուք ԿՊ-ն ոչ թե անձամբ դուք։ Սուտ խոստումներ եք տալիս եւ նեղվում եք, որ դրա մասին հանրությանը մենք տեղյակ ենք պահում։ Մի ստեք, մի խաբեք ամեն օր, բացահայտումների մասին չեք լսի ամեն օր։ Տիկին Ղազարյանը, Արմենուհի Ղազարյանը հայտարարում է, թե 18-ից հետո ընտրությունները չեն կեղծվել։ Տիկին Ղազարյան, ընտրությունների կեղծելը ոչ թե եւ ոչ միայն քվեաթերթիկների քանակի ճիշտ հաշվարկն է, այլ ամենակարևորը, թե ինչքանով են ընտրողները ընտրություններից առաջ իրենց տված խոստումների կատարում տեսնում, ինչքանով ընտրողները չեն խաբում իրենց ընտրության հարցում։ Ապացույցը ձեր կառավարության գործունեությունն է։ Արդեն չեք էլ խորշում ասելուց, որ ինչ ասել եք, խոստացել եք ընտրվելիս սխալ եք ասել, որ այժմ իրականացնում եք ուղիղ հակառակը ձեր խոստումների։ Հենց սա է ընտրությունների կեղծումը, որ ընտրողին է պետք քվեաթերթիկների կողմու դեմ ճիշտ թվերը, եթե դրա արդյունքում իրենք չեն ունենալու իրենց ընտրանց համայնքի ղեկավարը։ Փաստ Վանաձոր, թեև այն տղան միանգամից բռնկվում է, երբ խոսում են Վանաձորում խայտարակ տեղական ժողովրդավարության դրսևորումից։ Վանաձոր, Ալավերդի, Ախուրյան, Բերդ, Վարդենիս, Փարաքար, այս շարքը շարունակելի է։ Սա է ձեր ժողովրդավարությունը։ Իսկ ընտրողին հարցրել եք, ինքը ձեր այս տեսակ ժողովրդավարությունն ուզում է, թե ոչ։ Սա բռնապետություն է եւ դուք ԿՊ падգամավորներ դարձել եք երկիրը դեպի բռնապետություն տանելու ճանապարհը հարթողներ։ Եվ մտածում եք, թե մեր ժողովուրդը ընտրելու է բռնապետին եւ բռնապետության ճանապարհը հարթողներին, իհարկե ոչ։ Ամեն վատ բան, ամեն չարիք իր վերջն ունի։ Նույնն էլ կլինի ՆՓ-ի ու ԿՊ-ի պարագայում, համոզված եղեք։ Էմմա Պալյան։ Ինչ ուրախ եմ, որ ամեն չարիք իր վերջն ունի։ Այո, Տիկին Գյուրեղյան, իսկապես իրավացի եք, ամեն չարիք իր վերջն ունի եւ այդ վերջը 2018 թվականից ի վեր եկել է։ Չարիքը դուք էիք եւ ձեզ այդ չարիքը արմատախիլ է արել Հայաստանի Հանրապետության իմաստուն քաղաքացիները։ Հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, այսօր այս պահին քննարկում ենք Ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը, եւ ես այս ամբիոնից քիչ առաջ ներկայացրեցի քաղաքացիական պայմանագիր խմբակցության տեխնացուին Տիկին Հունանյանին, ով այս պահին ոլորտային հանձնաժողովի փոխնախագահն է, եւ խոսելով նրա մասնագիտական որակների անցած ճանապարհի մասին ներկայացրի վերջինիս ինքնակենսագրականը, որին հետևեց բնականաբար մեր ընդդիմադիր գործընկերների հեգնական հարցերը, մասնավորապես Տիկին Գյուրեղյանը անձնական դաշտ ներխուժելով
նույնիսկ կանոններ բերեց Էմմա Պալյանը եւ Հրաչյա Հակոբյանը չեն, այդ առումով շատ ուրախ էր Տիկին Գյուլիանը։ Նորից եմ ուզում կրկնել, դուք չեք որոշողը, ով է լինելու մեր թեկնածուն։ Այո, դուք պետք է հարգանքով մոտենայիք այդ որոշմանը, եթե անգամ ձեր նշած անձիկ էին լինելու թեկնածուն եւ որևէ պարագայում իրավունք չունեիք նման ձևակերպմամբ հանդես գալ այս ամբիոնից։ Մի քանի չափորոշիչներ եք նշում ըստ ձեզ հլու հնազանդ լինել, չգիտեմ ինչ։ Տիկին Գյուլիան, հլու հնազանդության քննությունը դուք երևի լավ չեք անցել ձեր ղեկավարին հանձնելիս, որովհետև վերջինիս որդին երբ էստեղ անընդհատ միջադեպեր է հրահրում, դուք պաշտպանում եք, կանանցով ինչ-որ պատ եք կազմում, բայց որևէ պաշտոնի բարձրացում կամ առաջխաղացում ձեզ մոտ չեմ նկատում, միգուցե վերաքննություն հանձնելու կարիք կա և մտածեք այդ ուղղությամբ։ Ամեն դեպքում քաղաքացիական պայմանագիր և խմբակցության և կուսակցության ներսում որևէ առաջընթաց, առաջխաղացում լինում է բացառապես հաշվի առնելով մարդու գիտելիքները և անցած ճանապարհը։ Թրքահպատակ բառը շատ եք սիրում օգտագործել դուք, ձեր երաշխավորած համայնքապետերը, բայց կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացին շատ լավ գիտի, ով ում հպատակն է և դրա պատասխանը ևս տվել է, որի հետ դուք այդքան էլ հաշտ չեք։ Մարդու իրավունքների չպաշտպանված լինելու մասին եք խոսում, ժողովրդավարություն չլինելու մասին եք խոսում։ Եթե ձեր ասածի գոնե 1% իրականություն լիներ, դուք, ձեր գործընկերները և բոլորդ այստեղ նստած չէիք լինի։ Չպատասխանեմ, բայց առաջարկում եմ, խնդրում եմ տեղից չխոսեք, ես ձեր որևէ մեկի ելույթի ժամանակ տեղից չեմ արձագանքում։ Հարգելի քաղաքացիներ, աբսուրդի ժանրից է, երբ կեղծարարության, ընտրակեղծարարության հայրերը, մայրերը այս ամբիոնից մեզ իշխանություններից մեղադրում են ընտրակեղծարարության մեջ։ Սա զավեշտ է ուղղակի, բայց ես մի բան կասեմ։ Դուք հաճախ մոտեցեք այս ամբիոնին, հաճախ խոսեք այն ամենի մասին, ինչը իրականության հետ աղերս չունի, որովհետև դուք դրանով վնասում եք առանց այդ էլ ձեր չեղած վարկանիշին և շատ մեծ օգուտ եք տալիս մեզ իշխանություններիս։ Մի առիթով ասել եմ, մենք բնավ ձեր աջակցության կարիքը չունենք, բայց հավելյալ օգնությունից հաստատ չենք հրաժարվի։ Խայտառակվեք, ինչքան կարող եք, խայտառակեք ինքներդ ձեզ, մինչև վերջ, եթե իհարկե դեռ տեղ ունեք։ Բռնապետությունից են խոսում մարդիկ, որոնց քաղաքական առաջնորդի որդու ելույթը տպավորություն է, մի 5-6 օր բեմադրում են, դերեր են բաշխում, ով ինչ դիրքով պիտի պաշտպանի վերջինիս որդուն, այստեղ խոսում են բռնապետությունից։ Բռնապետություն Հայաստանում եղել է, այո, մինչև 2018 թվականը։ Բռնապետերը ձեր քաղաքական թիմի առաջնորդներն են, ովքեր մարտի 1 և հոկտեմբերի 7 գրվածք ունեն դաջված իրենց ճակատին ու դա չի ջնջվելու երբեք։ Միեդի վերջերս կայացրած որոշումն էլ վկա։ Ինչ ասեմ, իրականում ասելիքը շատ է, ձեր ամեն խոսքին կարելի է անդրադառնալ, բայց միևնույն ժամանակ ես ինքս երբեմն ինձ հարց եմ տալիս, թե արժե այդքան արժևորել ձեր խոսքը, որ այս բարձր ու կարևոր ամբիոնից անդրադառնանք։ Տիկին Հունանյան, հաջողություն եմ մաղթում ձեզ և վստահ եմ ընտրվելու եք, իսկ ընտրվելուց հետո ես իմ ուժերի ներածին չափով աջակցելու եմ ձեզ, որպեսզի մենք բոլորս միասին հաջողենք և իրականում ապահովենք մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջությունը ու միշտ լինենք վերջիններիս կողքին։ Շնորհակալ եմ և ևս մեկ անգամ հաջողություն ձեզ։ Դիլիթ Կիրակոսյանը և Ջուլիետա Ազարյանը տեղերով փոխվել են։ Ջուլիետա Ազարյանը համեցեք։ Հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Հարգելի տիկին ԱԿ, ոչ թե ՆՓ, այլ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ
Նիկոլ Փաշինյան։ Այս սկզբի համար Տիկին Կյուրեյան եւ ընդհանուր առմամբ հարգելի գործընկերներ տպավորություն ունեն, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ փոքր տարիքում հաճախել են վշտի եւ դժբախտության խմբակ։ Հատուկ խմբակ ա եղել, հաճախել են այդ խմբակ ու լսելուց հատկապես ձեզ Տիկին Կյուրեյան ամենայն հարգանքով, որքան էլ դուք կարծես թե այդ բառի հետ հաշտ չեք, ձեզ լսելուց ես մտովի հաղորդում եմ պատկերացնում, օրինակ ինչպես ամենօրյա ռեժիմով մենք լուրեր ենք լսում հեռուստացույցով, դուք երևի հրաշալի փայլուն հաղորդում կվարեիք, ամենօրյա ռեժիմով կներկայացնեիք Հայաստանի Հանրապետության տարածքում ինչ դժբախտ դեպքեր են տեղի ունեցել։ Դա ձեր մոտ ֆանտաստիկ լավ կստացվեր։ Երբ խոսում եք ընդ որում SMS ստանալուց, ես կարծում եմ, եթե համեմատականներ տանենք, տասնապատիկ ցանկալի կլինի ստանալ SMS հաղորդագրություն, քան օրինակ զուգարանում այնքան գլխին հարված ստանալ, որպեսզի սեփական կյանքից զրկվես։ Օրինակ, եթե համեմատականներ տանենք, ես սրտանց կցանկանայի ստանալ SMS հաղորդագրություն, եթե համեմատականներ տանենք, ես ուզում եմ ձեզ նաև հիշեցնել Տիկին Կյուրեյան։ Երբ ասում եք, այ այդ կառավարությունը ինչ ասում է, հաշտեք, կատարում եք հպատակներ, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մենք այդ կառավարության մի մաս ենք, այդ կառավարության հետ համատեղ գնացել ենք ընտրությունների, ընդ որում 2 անգամ։ Եվ ուզում հասկանալ այդ որտեղ այդ սինխրոնիզացիան դուք չեք ընկալել, ուզում եմ հասկանալ, էլի մենք այդ կառավարության մի մաս ենք, այդ ծրագիրը կառավարության կողմից հաստատվել է համատեղ։ Եվ ինչ է նշանակում կատարում եք կառավարության պահանջները։ Սա իգիտություն։ Ստեղ հնչեց հետևյալ ձևակերպումը, ամբողջ կյանքում բուժքույր աշխատած մարդը եկել է ուզում է դառնա հանձնաժողովի նախագահ։ Այս ինչ ձևակերպում է, այդ ձեր շարքերում կամ չգիտեմ ընդհանուր առմամբ, այդ կարող է 10 մատը չբավարար չլինի, որ օրինակ թվարկենք ոնց են բախտի բերմամբ հայտնվել այդ աթոռին, իդեպ որոնք մշտապես դատարկեն եւ դարձել падգամավոր եւ իրենց առաջին պաշտոնը եղել է Հայաստանի Հանրապետության падգամավորական մանդատ ստանալը։ Խնդրում եմ վերջ տալ այս ձևակերպումներին, ամբողջ կյանքում բուժաշխատող է աշխատել, հիմա եկել է ուզում է դառնա հանձնաժողովի նախագահ։ Եվ Տիկին Հունանյան, իհարկե մասնակից չեմ եղել ֆրակցիայի քննարկմանը, բայց ձեզ հաջողություն եմ մաղթում, վստահ եմ, որ հաջողելու եք ընտրվելու դեպքում, որքան էլ որ կփորձեն թիրախավորել, ընդ որում հաշվի չառնելով, որ կինը կնոջն է այս դեպքում թիրախավորում, անցնելով արդեն անձնական դաշտ, ես ձեզ հաջողություն եմ մաղթում ընտրվելու դեպքում եւ վստահ եմ, որ այն պաշտոնը պատասխանատու դիրքում, որում կդիրքավորվեք, բարձր մասնագիտական ձեր կարողությունները կկարողանաք ցույց տալ այնքանով, որքանով այս ընթացքում դրսևորվել եք։ Շնորհակալ եմ։ Էլինար Վարդանյան։ Մինչ ելույթը սկսել, ընդ որում խոսելու եմ ժողովրդավարության մասին, որովհետև ինձ շատերը դրան անդրադարձան, նախկին ելույթ ունեցող падգամավորը հում կներեք ձեր ազգանունը պարզապես չեմ հիշում դեռ, ինչ վշտի եւ դժբախտության մանկապարտեզի մասին եք խոսում։ Այդ վիշտը եւ դժբախտությունը այս երկրի գլխին բերել է ձեր իշխանությունը եւ հիմա ընդդիմությանը դասեր եք տալիս, որ վշտի եւ դժբախտության մասին են խոսում։ Դե կներեք էլի, որ ձեր նման երջանիկ չենք։ Դե կներեք էլի, որ չենք հաշտվում Արցախը կորցնելու հետ, չենք հաշտվում 5000 զոհերի հետ։ Դուք երջանիկ եղեք։ Դուք երջանիկ եղեք։ Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ խոսել ժողովրդավարության մասին, որովհետև մինչ ինձ բազմաթիվ падգամավորներ խոսեցին դրա մասին, եւ երեք էլ ԵԽԽՎ արժեզրկված ամբիոնից խոսվեց մեր երկրի ժողովրդավարության այլ կողմի մասին,
Բայց ես խոսեմ այն իրական ժողովրդավարության մասին, որ կա այսօր Հայաստանում։ Համաշխարհային փորձից ելնելով կա ընդունված մի ձևակերպում, որ հեղափոխական ժողովրդավարությունը հենվում է սվինների վրա։ Հայաստանում հեղափոխական ժողովրդավարությունը հենվում է կալանքի վրա։ Սա արդեն անառարկելի է։ Եվ որքան էլ ԵԽԽՎ ամբիոնից բարձրաձայն խոսեն հայկական ժողովրդավարության մասին, բուն Հայաստանում ժողովրդավարությունը դա կալանքն է, ժողովրդավարությունը կալանք պահանջող քննիչներն ու դատախազներն են, ժողովրդավարությունը կալանք տվող դատավորներն են։ Կա արդեն ձևավորված արդարադատության մի խավ որոշակի բացառություններով, ում կարելի է կոչել կալանքի մարդիկ։ Այդ մարդիկ իրենց իրավական առաքելությունը մի կողմ թողած, իրենց խիղճը մի կողմ թողած լծված են կալանք դակելու գործին եւ տարիներ անց Հայաստանի այս փուլը հիշվելու է որպես պարտության եւ կալանքի փուլ։ Երբ բանտերում գտնվում են երկու arczepiskopos, ընդ որում իրավական տեսակետից անհիմն փնթի կարված գործերով, սա ոչ միայն ժողովրդավարության անկում է, այլ եւ այդ կալանավորվածները ոչ այնքան սրբազաններն են, որքան մեր խիղճը, մեր ինքնությունը եւ հոգեվոր արժեքները, մեր նվիրական գաղափարները։ Ես ինչու եմ այսօր այս մասին խոսում, որովհետեւ մինչ ԵԽԽՎ ամբիոնից համոզում են, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, վաղը չէ մյուս օրը դատավորը որոշում է կայացնելու Միքայել Սրբազանին անհիմն մեղսագրվող արարքով գործով։ Այս մասին շատ ենք խոսել, բայց ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, Միքայել Սրբազանին դատում են այն հայտարարությունների համար, որոնք 1 տարի առաջ դատախազությունը հակաիրավական չէր համարում, հիմա արդեն անցյալ ժամանակով կոչ է դիտարկում եւ արդեն հակաիրավական է։ Սա է ժողովրդավարական Հայաստանը։ Ես ուզում եմ ընդգծել, որ դատավորը պատիժ սահմանելու է ոչ թե Սրբազանի համար, այլ ազատազրկելու է մեր բոլորի խիղճը։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ շատ բաց խոսենք այս թեմայով, որ թող որևէ մեկին չթվա, որ ունի երաշխիք, որ չի դառնալու իրենց հռչակած ժողովրդավարության զոհը։ Քանի մեքենան աշխատում է, բոլորը գտնվում են այդ մեքենայի սռնակների տակ ընկնելու վտանգի տակ։ Առաջին անգամ ես այս մասին ահազանգել եմ դեռևս արդեն հեռավոր 2018-19 թվականներին, երբ միացվում էր իրավական տերորի մեքենան։ Այդ ժամանակ արդեն տեսանելի էր, որ չպետք է ուրախանալ քաղաքական հակառակորդներից որևէ մեկի կամ այն մարդկանց, ում չեք սիրում, նրանց հանդեպ կատարվող քրեական գործերի համար։ Ես դա ասում եի այն պարզ պատճառով, որովհետև շատ լավ գիտեմ իրավական տերորի պատմությունը, եւ եթե այն սկսում է աշխատել, ապա խժռում է բոլորին։ Վերջում չասեմ ում է խժռելու, մենք բոլորս դա լավ հասկանում ենք, բայց խժռելու է նաև նրանց, ովքեր աշխատացրել են տերորի մեքենան, տվել կամ կատարել են հրամաններ։ Մյուս կողմից էլ ուզում եմ պատասխանել մի շատ պարզ հարցադրման, թե ինչու են Սրբազանի դատական process-ներին ներկա գտնվում նույն մի քանի տասնյակ մարդիկ։ Դա նրանից չէ, որ տասնյակ հազարավորները անտարբեր են։ Ամենևին այդպես չէ։ Հայաստանը եռում է։ Հայաստանը խեղդվում է անարդարությունից եւ ես ուզում եմ, որ այդ եռումը դուրս գա օրինական ճանապարհով եւ ոչ թե լինեն այլ սցենարներ։ Սիրելի հայրենակիցներ, ԵԽԽՎ ամբիոնից շատերին հակաժողովրդական որակելուց, լրատվական ռեսուրսներից շատերին ապատեղեկատվություն տարածող եւ դրանով իսկ ժողովրդավարությանը վնաս հասցնող որակելուց զատ, պարզվեց, որ ժողովրդավարությունը այնուամենայնիվ վստահելի ձեռքերում է եւ պարզվեց, որ ժողովրդավարությունը ժողովրդի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձեռքերում է։ Բայց այդ նույն ժողովուրդում ձեռքերում ժողովրդավարությունն է այդպես էլ չի հասկանում, թե այդ ինչպես է ստացվում, որ խաղաղ ակցիաների ժամանակ իրենց ձեռքում պահվող ժողովրդավարության պայմաններում հարյուրներով հայտնվում են բանտերում։ Ինչպես են ակցիաների ժամանակ իրենց նկատմամբ կիրառվում ձայնային նռնակներ։ Չի հասկանում ինչպես դատախազը, գլխավոր դատախազը այս ամբիոնից ստում եւ այդ ստի ու կեղծիքի վրա անհնազանդության ակցիաները դառնում են ահաբեկչություն։ Ժողովրդավարության տերը չի հասկանում, թե ինչպես է արդարադատությունը ընտրովի կիրառվում։ Քաղաքական հետապնդումների ենթարկվող մարդիկ ամիսներով կալանքի տակ են պահվում, իսկ օրինակ մի քանի ամիս առաջ Ծաղկաձորում 2 դպրոցահասակ աղջիկների կյանքի համար պատասխանատուներից մեկը նույնիսկ քրեական գործով չի անցնում։ Թե այստեղ քաղաքական պատվեր չկա, ամեն ինչ նորմալ է։ Այս նույն ժողովուրդում ձեռքերում ժողովրդավարությունն է շվարել է, թե ինչպես է ստացվում, որ պատվեր կատարող դատավորները առաջ խաղացման են ներկայացվում, նախորդ նիստերի ընթացքում
Վճռաբեկ դատանի դատավոր ընտրեցիք, իսկ օրենքով եւ իրավունքով առաջնորդվողները կարգապահական պատասխանատվության են ենթարկվում։ Չի հասկանում, թե ինչպես է Բաքվում պահվող գերիները, ինչպես են դարձել երկարատև կոնֆլիկտի հետևանքով անազատության մեջ հայտնվածներ։ Այդ ինչպես գերիները դարձան ուղղակի անազատության մեջ գտնվողներ։ Չի հասկանում, որ եթե Հայաստանի տնտեսությունը 43%-ով աճել է 2018 թվականից հետո, ապա ինչու են իրենք շարունակում շատ վատ ապրել, ինչու են շատ ցածր թոշակներ ստանում, ինչու չեն կարողանում դեղեր ձեռք բերել, չի հասկանում։ Ի վերջո ժողովուրդը, որ ժողովրդավարությունը այսպես իր վստահելի ձեռքերում պահում է, չի հասկանում, թե այդ ինչպես եղավ, որ Փաշինյանը իր անունից որոշեց, որ Արցախցին վերադարձի ժողովրդավարական իրավունք չունի։ Շատ բան չի հասկանում ժողովուրդը։ Եվ վերջում սիրելի հայրենակիցներ, ես պատահաբար չընդգծեցի ԵԽԽՎ արժեզրկված ամբիոնը, որովհետև դա այն ԵԽԽՎ-ն չէ, որ եղել է 10 տարի առաջ, 15 տարի առաջ, որպես ժողովրդավարության փարոսներից մեկը։ Այդ ԵԽԽՎ-ն է, որ այսօր մարդու իրավունքների խնդիրներին նայում է բացառապես քաղաքական եւ աշխարհաքաղաքական ճամբարների տեսանկյունից, իսկ մեր իսկական ճակերտավոր ԵԽԽՎ-ն պետք է լինենք մենք, մեզանից յուրաքանչյուրը, մեր խիղճը, որ մի օր պետք է ասենք հերիք է, վերջ տվեք այս անարդարությանը։ Իսկ կշարունակենք ընդմիջումից հետո։